այսինքն դուք ի սկզբանե գիտակցում եք, որ չունենք այնքան ռեսուրս, որպեսզի հարցը ձեր վերջնանպատակին հասնեք փողոցում, այդ պատճառով դուք հանդգնել եք։ Նայեք, քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես Պարոն Կարապետյան, այդ ճանապարհով գնում եք, Փաշինյանը կարծես իրավական գործիքակազմն է կիրառվում, մտավախություն չունեք, ընդդիմության լիդերներին կալանավորում է, անդամներին կալանավորում է եւ բնում խեղճի էլի է պայքարը։ Ոչ մի բան ինքը բնում չի կարող խեղդել, որովհետև դուք տեսաք, որ ընդամենը Փաշինյանը հավաքեց բոլոր կեղծարարություններով, բոլոր ռեպրեսիաներով, բռնություններով չկարողացավ հավաքել այն տոկոսը, որը իրեն կդարձնի լեգիտիմ իշխանություն։ Ինչով է ոչ լեգիտիմ հնարավորություն, եթե 120,000-ից ավել ձայն է ստացել, ինչով է ոչ լեգիտիմ իշխանությունը։ Եթե դուք համարում եք լեգիտիմ, եթե կուսակցությունները թոս փչեցին, որ ինքը դառնա վարչապետ, ուրեմն դա լեգիտիմ։ 100,000-ից ավել մարդ է ընտրելով այդ թոս օրենսդրական նախաձեռնությունը պարոն Կարապետյան։ Չգիտենք ինչ կան ընտրել։ Որը կգա կտեսնենք ինչ կան։ Պարոն Կարապետյան, Դերապարակել են Փաշինյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ բան հայտարարել է, հետո Դե դուք այդ կանոններով ուզում եք վարչապետ դառնալ։ մենք այդ կանոններով չենք ուզում, մենք ուզում ենք բացարձակ հաղթանակ։ Պարոն Կարապետյան, եւ Գյումրիի հետ կապված, եթե ժամանակավոր պաշտոնատարը մանդատը վերցի, արդյոք կոլապսի լինի Փաշինյանը հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին Գյումրիում։ Դուք մի քիչ շատ եք շտապում, կգա օրը դուք ամեն ինչ կտեսնեք։ Պարոն Կարապետյան, նաև դուք հայտարարում եք, որ ազգային ժողովում ձեր լիազորություններն օգտագործելու եք պետության դեմ, պետության շահի դեմ ուղղված ցանկացած օրինակ անօրինականությունների դեմ, բայց կարող ենք ենթադրել նաև, որ դուք նաև դեմ քվեարկեք։ Այսինքն, երբ որ օրինակ ինչ որ նախագծեր, օրենքներ, ես այդպես եմ հասկացել, խնդրում եմ մեկնական եք։ Օրենքները պետության շահերին դեմ լինեն, Եթե շահերին դեմ չլինեն, այսինքն իշա Հայաստանի Հանրապետության իշա Հայաստանի Հանրապետության ցանկացած հարց մենք նորմալ նայելու ենք։ Պարոն Կարապետյան հայտարարել եք, որ ռուսական դաշնության մեկ դիմելու սահմանափակումների հետ Մենք կներեք ամեն ինչ անելու ենք իշա Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Եթե անգամ դա այդ առաջարկը փոփոխությունը նախագծերի հեղինակը լինի իշխանությունը։ Ու ես կասկածում եմ, որ իշխանությունը կունենա այդպիսի առաջարկ, դրա համար տեսնենք։ Որտեղ է հասել այդ գործընթացը Ռուսաստանի հետ սահմանափակումներում համար սկսվել են, որտեղ են հասել այդ գործընթացը։ Դա մենք բոլոր ընդդիմադիր ուժերով միասին ենք դիմելու, դրա համար հենց առաջի հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք։ Երբ նախատեսում եք առաջին հավաքը ընդդիմության հետ միասնական հանրահավաք եք ուզում անել։ Մապաստորեն ոչ մեկ փողոց։ Հիմա առաջի քայլը դուք մի քիչ շատ եք այդ փողոցը սիրում։ Օրինակ, ինչի համար եք այդ կան ոգևորվում այդ փողոցով։ Դե դուք փաստորեն ընդունել եք ընտրությունների արդյունքները։ Մենք չենք ընդունել ընտրությունների արդյունքները, բայց ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում։